Հայաստանը տիեզերանավ է, որն ուրվոր է կմյացնի երկրորդ շարժիչը։ Վարչապետ Փաշինյանն է ասել։ Այն հրթիռները, որոնք հասցրել են այդ բարդության, որ ինձ մեջ արդեն վառելիքը սպառվում, այդ հրթիռները անջատվում են եւ երկրորդ շարժիչն է միանում։ Հայաստանի վերթրջելու ապացույցը ըստ Փաշինյանի եկամուտների աճն է 2017-ի համեմատությամբ 130%։ Ըստ վարչապետի, սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը կրկնակից 30% ավելի է աշխատում։ Չէ՞ մի։ Պետական կառավարման մասնագետը փաստերով է հակադարձում Փաշինյանական Հայաստանը տիեզերանավ չէ։ 600 S Mercedes-ի մակարդակի մի բան։ S600 էլ չէ։ Զապարոժեց գոնե։ Հա, Զապարոժեց է։ Ու սա տեղացի ընդդիմադիրների պնդումը չէ, շեշտում է Հովհաննես Ավետիսյանը։ Հայաստանի կառավարության աշխատանքի արդյունավետության մասին լավ բան չեն ասում Եվրոպական միության ու տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության համատեղ ծրագրի Սիգմայի տվյալները։ Ռազմավարությունների ուղղությունով 100 միավորից 26 են հավաքել ընդհանրապես։ 100 միավորանոց սանդղակում բավարարը 60 միավորից է սկսվում։ Հայաստանի կառավարությունը ըստ եվրոպացիների անգամ բավարար չի ստացել ոչ մի կետով, ոչ քաղաքականությունների իրականացման, ոչ պետական ծառայությունների որակի, ոչ պետական ապարատի կարողության, ոչ ֆինանսների կառավարման, ոչ էլ հաշվետվողականության ու վերահսկողության համար։ Եվս մեկ կառույցի բան հիշեցի դա էլ ասեմ, Արժույթի միջազգային հիմնադրամներ, էլի գլխավոր գործընկերներից Հայաստանի ֆինանսական կանոնների մասով պետական ֆինանսների ասում է դրանք այնքան էլի վերջերս հրապարակված զեկույցում այնքան խուճուճ են եւ ոչ թափանցիկ, որ արդյունավետությունը կառավարման կասկածի տակ է դրվում։ Հայաստանի կառավարություն չէ, պատուհաս է։ Պետական կառավարման մասնագետի պնդումն է։ Ամբողջ պետական մեքենան նստած է ձրիակերության հենց բառի բուն իմաստով վրա Բայց Փաշինյանը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ գուժում էր կադր չկա, կադրային ճգնաժամ ամեղից է։ Հիմա հայտարարում է գոհ է կառավարության աշխատանքից։ Ավելին, սա Հայաստանը տիեզերք հասցրած կառավարությունն է եւ ուրեմն արժանի բարձր վարձատրության։ Համակարգում աշխատավարձների եւ վարձատրությունների համակարգի բարեփոխումների մի շատ կարևոր պիլոտային ծրագիր ենք սկսել։ Բնականաբար էլ ավելի կբարձրանա նախարարների աշխատավարձը, որ միլիոնի շեմը վաղուց է շատ ու շատ անցել։ Մի քիչ էլ գուցե պետական այլ աշխատողներ ավելի ստանան։ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների եւ սա կոպիտ ասած ընտրական կաշառք է։ Մեր բոլոր հայերի հարկ վճարողների հաշվին եւս մեկ անգամ կբարձրացնի այն մարդկանց աշխատավարձը, որոնք չեն անում կարելի ասել որևէ օգտակար գործ, բացի ծառայելուց Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը շատ փող կտա, բայց միայն մի ընթացք ու փոխհատուցման պայմանով, ասում է կառավարման մասնագետը։ Շատ փող կտամ, որ օրինակ իրավապահ համակարգը հլու հնազանդ կատարի իմ ապօրինի քաղաքական ցուցումներով կալանավորումները։ Շատ փող կտամ, որպեսզի այդ համակարգը իրենց ընտանիքներով հլու հնազանդ գնան ընտրություններին ինձ զայն տան։ Շատ փող կտամ, որպեսզի նաև տնտեսության առումով, քանի որ մեր տնտեսությունը արդյունք չի ստեղծում, համ այդ մարդկանց լոյալությունը կշայի, համ էլ տնտեսություն այդ ճանապարհով փող կմտնի, որ էլի կեղծ հնա աճ երևա։ Նախորդին է պայթել սկանդալը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով 545 միլիոն դրամ է հատկացվել որպես պարգևատրում խրախուսում։ Խորհրդարանից պարզաբանել են, աշխատակազմին եւ բոլոր падգամավորներին տրամադրված գումարները միայն հավելավճար չեն, 2 ամսվա աշխատավարձ գումարած հավելավճար են։ Իշխանականները վայելում են, ընդդիմադիրները մեղադրվում։ Ավելի քան 1 միլիոն հավելավճարն ինչպես են ընդունել։ Տրված պարգևավճարները, ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում ուղղվել են սոցիալական ծրագրերին։ Հայաստան խմբակցության կարճ հաղորդագրությունը կա։ Հայաստան խմբակցությունը ստիպված է հայտարարել, ինչպես նախորդներին, այս դեպքում էլ հավելավճարը ուղղել են սոցիալապես անապահով մարդկանց օգնելուն, քաղբանտարկյալների իրավական ծախսերը հոգալուն։ Իսկապես ամոթ է իմ Ամոթ է լուր աշխարհի աջակցության մասին ասել, բայց ստիպված են։ Քրիստինե Վարդանյանը նկատում է, հավելավճար պարգևավճարները կրկին բյուջե վերադարձնելը տեխնիկական մեծ պատմություն է։ Դրա համար էլ նախընտրում են վերցնել բարեգործությանն ուղղել։
Մեխանիզմ չկա, որ ինչ որ բան ստորագրում ես, որ ես հրաժարվում եմ։ Վարդանյանն ասում է, պաշտոնյաների եւ падգամավորների բարձր աշխատավարձը մի դեպքում արդարացված կլինի, եթե նվազագույն աշխատավարձը բոլորի համար բարձրանա։ Պատգամավորի աշխատավարձը նվազագույն աշխատավարձի 10 պատիկն է։ Ուզում են պատգամավորները բարձր աշխատավարձ ստանան, կարող են այնպեսի գործունեություն ծավալել, օրենքներ մշակել եւ տնտեսությունը այնպես զարգացնել իրենց կառավարության հետ, որ նվազագույն աշխատավարձը բարձրանա, օրինակ 10,000 դրամով, պատգամավորի աշխատավարձը կբարձրանա 100,000 դրամով։ Հայաստանում ավելի քան 800,000 աշխատող կա։ Այդքան աշխատավարձ բարձրացնել կլինի։ Ավելի լավ է պարգևավճարի մեխանիզմին զարկ տալ ու նախ եւ առաջ ինքնապարգևատրվել։ Ընդդիմադիրների խոսքով այս սկզբունքով է աշխատում ՔՊ-ն։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։